Պարոն Արուքյան, նույնականացման քարտերի հետ կապված ազգային ժողովում բավականին բուռն էին այսօրերի քննարկումները, առաջարկները մեծ հաշվով անարձագանք մնացին։ Ես կուզենայի իմանալ ձեր առաջարկը ինչով է տարբերվում այս մյուս առաջարկներից եւ արդյոք այս առաջարկը հնարավորություն կտա իսկապես վերահսկել ողջ ընտրական գործընթացը եւ հանրության մոտ որևէ կասկած չթողնել խախտումների։ Իմ առաջարկը դա ուղղակի ժամանակավոր լուծում չէ, այլ համակարգային լուծման առաջարկ է, դրա համար այն չի կարող հիմա հանրաքվեի առումով օգտագործվել, բայց քանի որ բուռն քննարկումներ են գնում տարբեր մեխանիզմների մասին, այդ առաջարկը ես ցանկացա հիմա ներկայացնել, որ դա սկսենք մենք այսպես կոչված եփել, քննարկման առարկա դարձնել, մեր հանրության մեջ դրա լոբինգը, դրա պահանջարկը ձևավորել եւ այդ պահանջարկը ներկայացնել քաղաքական ուժերին եւ առաջինը քաղաքական մեծամասնությանը։ Հիշում եք անցած ամիս մենք մի քանի падգամավորով եղանք Ղրղստանում, որտեղ անցան պարլամենտական ընտրություններ ի դեպ խորհրդարանական կառավարման Ղրղստանում եւ պարլամենտական ընտրությունները նրանք անցկացրեցին իրապես շատ բարձր մակարդակում եւ 1 տարի առաջվանից էր սկսվել process-ը, այսինքն ընտրություններից 1 տարի առաջ ղրղզական իշխանությունները, ինչը նույնը այստեղ կարելի անել, դրա համար եմ ես հիմա սա առաջարկել, հայտարարել են, որ ամբողջ բնակչությանը տալիս ենք բիոմետրիկ ID քարտեր, որտեղ կա մատնահետքը, ամեն ինչ որ մեր քարտերում։ Եվ ամբողջ երկրով մեկ անվճար դռնեդուռ են ընկել, մարդկանց բաժանել են այս քարտերը։ Այսինքն մի process անցել են, մի փուլը սա է։ Երկրորդ փուլում ընդունել են մի այնպիսի ընտրական օրենսդրություն, որտեղ կա հետևյալ մանրամասնությունները։ Տեսեք, մարդը այդ ID քարտով մտավ ընտրական տեղամաս եւ ինչ որ ասում են մենք դիտարկել ենք։ Մտավ տեղամաս եւ ներկայացնում է իր քարտը, տեղամասում նստած անձնագրային եւ վիզաների վարչության երկու ներկայացուցիչներին, ովքեր համակարգիչներով նստած են։ Այսինքն պատասխանատվությունը ընտրական process-ի տեղամասում բաշխված է երկու մարմինների միջև՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տեղամասային ընտրական հանձնաժողովների եւ անձնագրային եւ վիզաների վարչության միջև պատասխանատվությունը կիսված է։ Քարտը հանձնելով, մատնահետքը դնելով այդ սարքի վրա, միանգամից մոնիտորի վրա տեղամասում երևում է այդ անձի լուսանկարը։ Դիտորդները վստահված անձին նստած են եւ տեսնում են, որ այս այդ մարդն է, այս այդ նույն մարդն է, որը եկել է ընտրության, որի ձեռքին կա այդ բիոմետրիկ քարտը։ Դրանից հետո այդ սարքը տպում է մի կտրոն, որտեղ նրա բոլոր տվյալներն են, անձնագրի համար, քարտի համար, բնակության հասցե եւ այդ կտրոնը տալիս են իրեն։ Այդ մարդը արդեն անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակիցների հետ գործը ավարտած է, իր քարտով եւ կտրոնով մոտենում է արդեն տեղամասային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին, ում ներկայացնելով կտրոնի փոխարեն ստանում է արդեն քվեաթերթիկ։ Կտրոնը մնում է հանձնաժողովում։ Վերջում կտրոնները եւ քվեաթերթիկները պետք է համապատասխանեն իրար, նրանց հաշվարկը, այսինքն այդ կարուսելը բացառելու բան դրա հետ կապված է սա։ Ստանալով քվեաթերթիկը քվեախցիկ են մտնում, որը որ բաց է, մեր քվեախցիկների նման չէ, այսինքն չկա այդ վարագույրը, որ դու հանկարծ փորձես ծալես, դնես գրպանդ հետը տանես, ուրիշ բան բերես քվեարկես տեղը դնես, հա, նման բան հնարավոր չէ, քվեախցիկները այնպես էին դրած, որ մենք բոլորս տեսնում էինք քվեարկողին։ Չենք տեսնում ինչ է քվեարկում, բայց տեսնում ենք, որ քվեարկում է, այսինքն այն մտավախությունը, որ կարող է կարուսել տեղի ունենալ նաև այս պարագայում, բացառված է ուղղակի։ Եվ նա քվեարկում էր տեղադրված հատուկ գրիչով, որը միայն այն գրիչն է, որով որ էլեկտրոնային քվեատուփը ընդունում է քվեաթերթիկները։ Եթե ուրիշ գրիչով նշում կատարի, էլեկտրոնային քվեատուփը ետ է վերադարձնում այդ նշումով քվեաթերթիկը։ Նշելուց հետո մոտենում է քվեատուփին, տեղադրում է քվեատուփի վրա եւ քվեատուփը ավտոմատ ներս է տանում այդ քվեարկած քվեաթերթիկը եւ ներսում կա երկու բաժին քվեատուփի, մի բաժնում հայտնվում են այն քվեաթերթիկները, որոնք արդեն անվավեր են ըստ քվեատուփի, որովհետեւ չգիտեմ, ավել նշում է արել, ինչ որ ավել բան է գրել, հա, դա անվավեր է ճանաչում քվեատուփը ներսում եւ տեղադրում է այլտեղ, որ մասը որ վավեր քվեաթերթիկներն են, էլի թափանցիկ երևում է այնտեղ եւ տեղադրված է ներսում Եվ նաև կա թիվը, նաև մոնիտորի վրա է երևում, թե քանի մարդ է քվեարկությանը մասնակցել։ Վերջում երեկոյան ժամը 8-ին հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ ընտրություններն ավարտված են, սեղմում է կոճակը քվեատուփի վրայի եւ տպում է այնքան արձանագրություններ, որքան որ կա վստահված անձ, դիտորդ, հանձնաժողովի անդամ։ Եվ այդ արձանագրությունների մեջ արդեն երևում է, թե քանի մարդ է մասնակցել ընտրություններին, թե ձայները ինչպես են բաշխվել կուսակցությունների միջև եւ թե քանի քվեաթերթիկ է համարվել անվավեր։ Հանձնաժողովի անդամներից մեկի պահանջով
կարող է բացվել քվեատուփը եւ տվյալները քվեատուփի ներսի եղած եւ նաեւ տպված էլեկտրոնային արձանագրությունը իրար հետ համեմատվել, այսինքն նաեւ մեխանիկական ձայները հաշվարկվում են եւ կարվում են այն կտրոնների եւ դյուրացնում է աշխատանքը եւ նաեւ ավելի վերահսկելի դարձում։ Այսինքն մոտարպես ժամը 9-ի կողմը 8-ին փակվել է տեղամասերը, 9:30-ի կողմը արդեն պարզեր քվեաթերթիկների ամբողջ հանրապետության տարածքով 80%-ը արդեն մշակված էր, տվյալները կային։ Այսինքն այս մեթոդը թույլ է տալիս նախ զերծ մնալ լցոնումներից, անհնար է ինչ-որ տրցակով գալ լցոնել, հա, զերծ մնալ կարուսելներից, անուղղակի հնարավոր չէ որևէ կարուսել անել, եւ ներսում ինչ-որ քվեաթերթիկները մեկը մյուսի վրա դնելուց։ Մի քանի խախտում էլի խախտումներ կարող եմ հիշել ասել, որ ուղղակի կանխարգելվում է, անհնար է։ Այսինքն տեսեք մենք բացում ենք արկղը, հանձնաժողովի անդամները հերթով հանձնամներից մեկ ասում է, օրինակ, չգիտեմ, ՕԵԿ, ՀՀԿ եւ տեղադրում է այդ տրցակների վրա, չէ՞։ Եվ կան որ դեպքեր են եղել, որ ուրիշ բան է կարտացել, բայց ուրիշ տեղ է դրել, ուրիշ տրցակի վրա է դրել։ Դա հնարավոր չէ այս պարագայում։ Այս ամբողջը կազմակերպվել էր միջազգային աջակցության արդյունքում, Ճապոնիայի կառավարությունը եւ Կորեայի կառավարությունը այո, աջակցել էին մոտավորապես $12 միլիոն տեխնիկաներ եղել, հետո դասընթացների կազմակերպումը բան եւ որևէ տեխնիկական խոչընդոտ չառաջացավ։ Այս մեկ ամսվա ընթացքում տեխնիկապես անհնար էր կազմակերպել այս գործընթացը։ Ուղղակի անհնար է, ուղղակի բացառվում է, որ հիմա դա իրականացվի, որովհետեւ եթե ֆինանսական խնդիրն էլ անգամ չլինի, 2000 տեղամաս կահավորել այդ ձևով ընտրությունների օրենսդրություն ընդունել դրա մասին, գնալ տրեյնինգ անել բոլորին, հա, ես այս առաջարկությունը ներկայացրել եմ պարլամենտական ընտրությունների համար եւ կարծում եմ մի քանի տեղամասում թիմ ընտրությունների ժամանակ կարելի է այն կիրառել պիլոտային եւ պարլամենտականի ժամանակ արդեն վերջնական ձևով ներդնել։ Եվ այստեղ նաեւ անհնար է դարձնում այն մեր խնդիրը, որ մենք ունենք, որ ուռճացված ցուցակներ կան, մարդիկ գրանցված են ցուցակներում, իրավունք չունեն նրանց հանել, որովհետեւ քաղաքացի են, բայց նրանք Հայաստանում չեն։ Այլևս որևէ մեկը որ մեկի փոխարեն չի կարող գալ եւ քվեարկել։ Սա շատ լուրջ մեխանիզմ է, որը ուղղակի սահմանափակում է նման հնարավորությունները։ Դուք եթե չեմ սխալվում ձեռնպահ քվեարկեցիք այս անգամ նույնականացման քարտերի հետ կապ։ Եմ քվեարկել երկու եւ առաջին ընթերցմամբ եւ երկրորդ ընթերցմամբ եւ հանձնաժողովում։ Դուք էլ կիսում եք բոլոր 5 խմբակցությունների մտահոգությունները նույնականացման քարտերի հետ կապված համանդրական փոփոխությունների։ Ես հասկանում եմ, որ մենք չենք կարող մեր քաղաքացիների համանդրական իրավունքը սահմանափակել, ասել որ քանի որ դու միայն ID քարտ ունես եւ փող չունես անձնագիր հանելու, մենք քեզ թույլ չենք տալիս քվեարկությանը մասնակցել։ Սա սխալ կլինի, սա հասկանում եմ, բայց մյուս կողմից ես նույնպես պնդում եի, որ պետք է ինչ-որ հավելյալ մեխանիզմ լինի, որի միջոցով մենք կարող ենք կրկնակ քվեարկությունը սահմանափակել։ Մեխանիզմները կան, հիմա դրանք ինչքանով են արդյունավետ կամ արդյունավետ չեն, դրա մասին ուղղակի կարող ենք տարբեր քննարկումների մեջ ներգրավել, չգիտեմ, վիճաբանել միմյանց հետ։ Իշխանությունը ինչու չգնաց որևէ քայլին ընդառաջ, սա պայմանավորված էր նրա հետ, որ իսկապես ամեն ինչ արեցին, որ մինչև հանրակրվեն հենց կրկնա քվեարկություն ապահովում։ Ես չեմ կարող ասել, թե ինչու չընդունվեց առաջարկությունները, գիտեք, թանաքոտման առաջարկությունը ինձ համար էլ շատ վատ գաղափար է, ես ըստ էության համաձայն չէի այդ գաղափարի հետ, որովհետև դա բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու մարդկանց մասնակցության հետ կապված եւ ելի խնդիրը չի լուծելու կրկնակ քվեարկության, որովհետեւ թանակը մաքրվում է, ավելին եթե կա փաստարկ, որ հանձնաժողովի անդամները, չգիտեմ, ծախված են եւ նրանք թույլ են տալիս կրկնակ քվեարկությունը, ապա թանակոտված մատով մարդն էլ կարող է գալ մի 5 անգամ քվեարկել, որևէ խնդիր չկա։ Ես ամբողջ շեշտը դրել եմ մեխանիզմների առումով հանձնաժողովների անդամների եւ վստահված անձեր ունենալու վրա։ Եթե այս խնդիրը պատշաճ կերպով լուծվի, ապա կրկնակ քվեարկությունը կարող է կանխարգելվել։